Ռադիոհրաշան Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր սեպտեմբերի 26-ն է ուրբաթ։ Հայաստանը որոշել է երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036 թվականը։ Երեկ Մոսկվայում ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Ռուսաստանում մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, որի քննարկումների առանցքում էին ատոմային էներգետիկայի ապագան, անվտանգության նոր ստանդարտները եւ երկրների համագործակցությունը։ Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպմանն էլ ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների կարևորությունը։ Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է հայկական ատոմակայանի կողմից, որի շահագործման ժամկետը մինչև 2026-ն էր երկարաձգվել։ Վարչապետը Մոսկվայում հայտնեց, որ այն կերկարաձգվի մինչև 2036 թվականը, եւ Հայաստանը կշարունակի ատոմային էներգիայի միջուկային գործակալության եւ այլ գործընկեր երկրների հետ զարգացնել սերտ համագործակցությունը, գտնելու գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը։ Հայկական ատոմակայանի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ Հայաստանի Հանրապետության Ռոսատոմ պետական կորպորացիայի եւ այլ միջազգային գործընկերների միջև արդյունավետ եւ վստահելի գործընկերության արդյունք։ Այս երկարաձգումն ամուր հիմք կստեղծի հայկական ԱԵԿ-ի շահագործման ավարտից հետո նոր էներգաբլոկի շահագործմանը սահուն անցում կատարելու համար, ինչը մեր վերջնական նպատակն է։ Վարչապետը Մոսկվայում է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովի շրջանակում, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Բելարուսի նախագահները, ՄԱԳԱԴ-ի գլխավոր տնօրենը, Մյանմարի նախագահի պաշտոնակատարը Եթովպիայի վարչապետը, Իրանի փոխնախագահն ու Ուզբեկստանի փոխվարչապետը։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին եւ վերահաստատում է իր հանձնառությունը չտարածման միջազգային ռեժիմի չափանիշներին եւ սկզբունքներին, հաստատելով ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշիռի կարևորագույն բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը։ Հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է եւ կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման, Փարիզի համաձայնագրի շրջանակներում մեր ազգային մակարդակով սահմանված ներդրումների կատարման եւ ազգային տնտեսական աճի աջակցման գործում։ Միևնույն ժամանակ միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունը հատուկ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկա եւ ապագա սերունդների առջեւ։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հայկական ԱԵԿ-ի շահագործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Այս տարի Ռուսաստանի միջուկային արդյունաբերության հիմնադրման 80-ամյակն է։ Այս առիթով ռուսական կողմին շնորհավորելով Փաշինյանն ասաց, որ դա գիտատեխնիկական զարգացման կարևորագույն իրադարձություն է, միջուկային էներգիայի ոլորտի փայլուն մտքերի աշխատանքի արդյունք։ Հաճելի զուգադիպություն է նաև այն, որ ֆորումն անցկացվում է էներգետիկայի ոլորտի ականավոր մասնագետ եւ հայկական ԱԵԿ-ի նախկին գլխավոր ինժեներ Էդուարդ Սահակովի 80-ամյակի տարում, ով անջնջելի հետք է թողել հայկական ԱԵԿ-ի պատմության մեջ։ Ատոմային էներգիան կարևոր դեր է խաղում կայուն եւ մաքուր էներգամատակարարման ապահովման գործում։ Փաշինյանը հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում այսուհետ եւս կշարունակի զարգանալ ու ամրապնդվել, եւ որ միասին կարող են ստեղծել կայուն ապագա իրենց բոլոր երկրների համար, ուղղելով ջանքերը նոր տեխնոլոգիաների մշակմանը, անվտանգության բարելավմանը եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Վարչապետի խոսքով շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։ Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ ժամանեցիք միջազգային միջոցառմանը նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը։ Հայաստանի վարչապետը կարևորեց ատոմային էներգիայի դերը ԱԵԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությունը, նաև այն, որ Հայաստանն այժմ աշխատում ու փնտրում է երկրի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, ակտիվ երկխոսություն ունենալով Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև արդյունավետ համագործակցելով Ռոսատոմ կորպորացիայի հետ։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային ֆորումին հրավիրելու համար։ Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար։ Իհարկե ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է եւ ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա։ Պուտինը կարևորեց այն, որ Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը եւ ինչպես Փաշինյանը ֆորումի ընթացքում նշեց, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։
Все-таки такой серьезный. Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Ռոսատոմն այժմ աշխատում է այդ այգի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Логично. Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն արձանագրին, որ առհասարակ երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգանում են լավ կամ ըստ նախատեսվածի։ Վլադիմիր Պուտինը կարևորեց այն, որ իրենց վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024-ին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն են ունեցել։ Рекордный показатель. Դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով։ Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել։ Ամեն դեպքում շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ։ Добро пожаловать еще раз. Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարի առևտրաշրջանառության որոշակի անկում է նկատվում, որը կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց կարծում է այդ ուղղությամբ աշխատելու հնարավորություն կա, որ փոխադարձ առևտուրը շարունակի աճել 2023-ից 2024-ի տեմպերով։ Конечно же, Իհարկե մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է եւ իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր։ Շնորհակալություն։ спасибо. Հիշեցնենք, Փաշինյան-Պուտին հանդիպում վերջին անգամ կայացել էր ամռան վերջին օրը Չինաստանում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Փաշինյանի հետ հանդիպումը Պուտինի երկկողմ բանակցությունների շարքում առաջինն էր։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Փաշինյանը Մոսկվայից Նյու Յորք է ուղևորվել։ Սեպտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղարը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների շուրջ եւ դրանց պայմաններում առանձնանշել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության առաջնահերթ ծրագրերը։ Որպես տարածաշրջանային կայունության եւ խաղաղության կարևոր գործոն Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը քննարկել են միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացման առնչվող հարցեր։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր քվեարկության կդնի Ռուսաստանի եւ Չինաստանի առաջարկած բանաձևը, որը նախատեսում է 6 ամսով հետաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերագործարկումը։ Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն այսօրվանից։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան 30-օրյա գործընթաց էին սկսել Թեհրանին մեղադրելով համաշխարհային տերությունների հետ 2015 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ։ Բանաձևի ընդունման համար բավարար է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամից 9-ի ձայնը, բայց եթե վետոյի իրավունք ունեցողները չկիրառեն այն։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրան կոչ է արել հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Էրդողանի ներկայությամբ լրագրողներին ասել է Թրամփը նրան դիմելով երրորդ դեմքով։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ կարող է վերացնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները եւ թույլ տալ գնել ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչներ։ Թուրքական պաշտպանական արդյունաբերության դեմ պատժամիջոցները սահմանվել են Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում Անկարայի կողմից Մոսկվայից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին անդրադառնալով ուկրաինական պատերազմին գրել է, որ անօդաչու թռչող սարքերը կրկին չափազանց մոտ են թռչում ատոմակայաններին, ինչը սպառնում է միջուկային անվտանգությանը։ Գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գիշերը անօդաչու թռչող սարք է խոսվել հարավ-ուկրաինական ատոմակայանի պարագծից մոտ 800 մետր հեռավորության վրա։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ ատոմակայանի մոնիթորինգի տարածքում նկատվել են 22 անօդաչու թռչող սարքեր։ Որոշ անօդաչու թռչող սարքեր թռել են մինչև 500 մետր հեռավորության վրա։
Շիրակի պատմամշակութային ժառանգությունը ուսումնասիրության անսպառ աղբյուր է աշխարհի հայագետների համար։ 3 տարին մեկ Շիրակի հայագիտական կենտրոնում կազմակերպվող միջազգային գիտաժողովներում քննարկվում են տարբեր ուղղություններով արված հետազոտությունները, որոնք ներկայացվում են մասնագիտական լայն շրջանակներին։ Այսօր մեկնարկել է Շիրակի պատմամշակութային ժառանգությունը հայագիտության արդի հիմնահարցերը խորագրով երկօրյա միջազգային 12-րդ գիտաժողովը, որին մասնակցում են հայագետներ, հնագետներ, բանասերներ նաև արտերկրից։ Պատմություն, հնագիտություն, ազգագրություն, ճարտարապետություն, շատ այլ ոլորտներ էին ներկայացված միջազգային 12-րդ գիտաժողովի ծրագրում, իսկ մասնակիցների զեկույցները Շիրակի պատմամշակութային ժառանգությանն առնչվող կարևոր հետազոտությունների մասին էին։ Ամենակարևոր խնդիրը հայկական գիտությունը հանրայնացնել, միջազգային ասպարեզ հանելն է, եւ այստեղ մոտավորապես 20-ից ավել արտասահմանյան գործընկերներ, իսկ դա երևի թե լավագույն ապացույցն է, որ մեր գիտության նկատմամբ եւ նաեւ Շիրակի պատմության ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա աշխարհում։ Շիրակի հողում թաքնված 500,000 տարվա պատմությունը հնագիտական բացառիկ նյութ է ոչ միայն հայ մասնագետների համար։ Օտարազգի արշավախմբերի հետ բազմաթիվ պեղումներ են իրականացնում Շիրակի դաշտավայրում։ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հնագետները գերմանացի գիտաշխատողների հետ համատեղ կատարած աշխատանքների արդյունքներն ամփոփեցին։ Այն վերաբերում էր Լեռնակերտում մի քանի տարի տևած հնագիտական պեղումներին։ Ամենահետաքրքիրն այն էր, որ երկար տարիներ աշխատելով Հյուսիսային Կովկասում ուզում էինք հասկանալ, թե ինչպիսի տարբերություններ ու ընդհանրություններ կան Հարավային Կովկասի բրոնզեդարյան վաղ փուլերի, ուշ բրոնզի կամ երկաթի դարաշրջանի մշակույթի կենցաղի միջև։ Ամենամեծ բացահայտումը եղավ 2024 թվականին պեղված դամբարանը, որը ցույց տվեց, թե որքան հեռվից են գալիս առաջավոր Ասիայի մշակութային ազդեցությունները Կովկասի համար։ Հայ-գերմանական համագործակցությունը հնագիտության ոլորտում դեռ նոր բացահայտումների տեղ ունի Շիրակում։ Հնագիտական համատեղ արշավախումբը հետազոտական մեծ նախագիծ է սկսում, որը վերաբերում է քիչ ուսումնասիրված կամ դեռևս չհետազոտված Աշոտսկի հնավայրին, որտեղ կաշխատեն գերմանական արշավախմբի հետ։ Համագործակցությունը շարունակվում է նաև Սամցխե Ջավախեթիի պետական համալսարանի հետ, որի արդյունքում համալսարանի ուսանողները հայ հնագետների հետ մասնակցել են պեղումներին։ Ամառային դպրոցին մասնակցում են ոչ միայն մեր հայազգի ուսանողները, որոնք գալիս են Ախալցխայից, այլ նաև վրացիները։ Այն ոչ միայն հնագիտության գաղտնիքներին ծանոթանալու հնարավորություն է, այլև նոր ծանոթությունների։ Սա նշանակում է, որ գիտաժողովը ոչ միայն համագործակցություն է գիտնականների միջև, այլև փոխհարաբերություններ է ձևավորում տարբեր ազգերի միջև։ Շիրակի պատմամշակութային ժառանգությունը հարուստ փաստագրական նյութեր ունի։ Պատմական հայրենիքում ևս հնագիտական թաքնված գանձեր կան, որոնք հետազոտության առարկա չեն կարող դառնալ զուտ տարածքի հասանելիության պատճառով։ Շիրակի հայագիտական կենտրոնի գիտաշխատող Դավիթ Նահատակյանն օրինակ է բերում պատմական Տայք նահանգին վերաբերող գիտական աշխատանքները։ Քանի որ մեր մշակութորեն մենք գտնվում ենք հիմա բարփակված ենք մեր Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքով, սակայն մեր պատմական տարածքների մեծ զգալի հատվածները, մեր հետազոտությունների համար չասեմ բաց չէ, բայց այդքան էլ հասանելի չէ։ Եվ այդ հասանելիության պակասը բերում է որոշակի կղզիացման, եւ մենք կարողանում ենք խոսալ մեր արդի խնդիրներից, մշակույթին, պատմագիտության եւ այլն միայն այսպես կիսապարփակված սահմաններով։ Հնագիտությունն այն բնագավառն է, որի հիմնախնդիրները միայն բարձրաձայնումներով չեն լուծվում։ Մասնագետները խոսում են մոտեցումների վերանայման մասին, որն առնչվում է հայկական ճարտարապետությանը։ Նորից այդ քարացած հարցն ենք բարձրացնում, թե մեր հայկական ճարտարապետությունը արդյոք միայն քարի ճարտարապետություն է, թե նաև փայտի ճարտարապետություն։ Եվ պարզում է, որ չէ, մենք պետք է իրոք վերանայենք մոտեցումները, որովհետև մենք ունենք պատմական տարածքներ, ժառանգություն, որոնք որ առատորեն կիրառվել է նաև փայտի ճարտարապետությունը։ Ունենք նաև տարածքներ, որտեղ աղյուսն է շատ լայն կիրառվել։ Երկօրյա միջազգային գիտաժողովի զեկույցները հետագայում տեղ կգտնեն հետազոտական նոր ձեռնարկում։ Երկօրյա գիտաժողովը մեկտեղել էր հայ եւ այլազգի գիտական ներուժը մոտ 100 մասնագետներով։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական երաժշտության հերթական համերգով է հանդես եկել։ Դաշնամուրային կոնցերտների շարքի առաջին համերգը նվիրված էր Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։ Բոլոր ժամանակների հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործությունները սիմֆոնիկի նվագակցությամբ հնչել են հայ անվանի դաշնակահարուհի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ։ Երկարատև չդադարող ծափերով հանդիսականը դիմավորեց հայ եւ համաշխարհային դասական ստեղծագործությունների անգերազանցելի մեկնաբան Սվետլանա Նավասարդյանին։ Երաժշտական քննադատները ժողովրդական արտիստին անվանում են դաշնամուրային հրաբուխ։ Իրեն հատուկ կատարողականությամբ ու վարպետությամբ դահլիճի լռության մեջ տարածվում են Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները։ Սվետլանա Նավասարդյանի նվագակցում էր Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Համաշխարհային հեղինակության դաշնակահարի հետ սիմֆոնիկի առաջին համատեղ համերգն էր նվիրված Բախի 340-րդ հոբելյանին։ Եղիսաբեթ Թագուհու անվան, Շումանի, Բախի եւ Սիդնեի միջազգային մրցույթների մրցանակակիր ժողովրդական արտիստը Բախի դաշնամուրային կոնցերտների շարքից 3 լավագույնները առաջին անգամ էր սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնում Գյումրիում։ Դասական երեկոն այն բացառիկների շարքից էր, որտեղ երաժշտագետները առիթ ունեցան լսելու, զգալու գերմանացի կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Բախը երևի թե ժամանակի ամենահզոր հանճարներից մեկն է, որին ծանոթ եմ ես եւ ծանոթ է ողջ աշխարհը։ Նա սոսկ կոմպոզիտոր, երգեհոնահար եւ ջութակահար չէ, նա ռիտուալ է։ Բոլոր կարևոր տոներն ու օրերը Գերմանիայում միմիայն նրա երաժշտության ուղեկցությամբ է։ Բացառիկ անհատականություն է, ում արվեստը անխախտ կապ է երկնայինի եւ երկրայինի միջև, ինչը ապացուցում է համերգը։ Կոմպոզիտորի կոնցերտները իր արվեստին ու մեկնաբանության հատուկ ոճով ներկայացրեց Սվետլանա Նավասարդյանը, իսկ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ պատասխանատվություն եւ առաքելություն էր վերցրել։ Դաշնակահարուհու կատարյալ տեխնիկան, ստեղծագործությունների հանդեպ ճշգրիտ մոտեցումը առանցքային որակներ են, որոնք նրան տարել են աշխարհի ամենահեղինակավոր բեմերը։ Իր պատկառելի տարիքին ժողովրդական արտիստը չի դադարում ստեղծագործել եւ չի մերժել սիմֆոնիկի հետ հանդես գալու առաջարկը։ Իհարկե լրջագույն աշխատանք էր պահանջվում, լինելով խորը պրոֆեսիոնալ երաժիշտներով հագեցած նվագախումբ, ունենալով այն ամենը, ինչ անհրաժեշտ է նման մենակատարի հետ համատեղ համերգ ունենալու համար, առաջին իսկ լսումից հետո Սվետլանա Նավասարդյանը իր կողմնակությամբ արտահայտեց այն, ինչը մեզ համար շատ սպասելի էր եւ շատ հուզիչ, որ այո, դուք այն նվագախումբն եք, որի հետ ես սիրով համերգ կտամ։ Դա մեզ համար կրկնվում եմ երևի մեծ պատիվ է։ Սվետլանա Նավասարդյանը ժողովրդական արտիստուհի է, սրանով ասված է ամեն ինչ։ Մեր հպարտությունը հայ դաշնամուրային արվեստի, կատարողական արվեստի փայլուն գագաթներից մեկը, որը ոչ միայն մեզ ներկայացնում է արևմտաեվրոպական երաժշտությունը պատշաճ կատարմամբ, կատարողական արվեստով, այլև զարմացրել է նաև հենց իրենց արևմտաեվրոպացիներին։ Դասական բազմաոճ երաժշտարվեստը տարբեր կոմպոզիտորների ստեղծագործությունները Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է ներկայացնում։ Համերգները լինում են նաև հրավիրյալ մենակատարների հետ։ Յուրաքանչյուր համագործակցություն դառնում է անհրաժեշտ փոխշփում հստակ նպատակով։ Մեր ակնկալիքը մնում է նույնը, ինչ որ բոլոր համատեղ համերգներին եւ ոչ համատեղ համերգներին։ Դասական երաժշտությունը լսելի դարձնել, ել ավելի ունկնդրի համար, ավելի հաճելի ու սիրելի։ Բայց իհարկե համագործակցությունները նպաստում են ավելի խորացնել, ավելի լրջացնել այդ մոտեցումը։ Շատ կարևոր է, որ հասարակությունը իսկապես իմանա ինչպիսի արտիստներ ունի եւ որքան կարևոր է նրանց ճանաչելը, ունկնդրելը եւ որակական փոփոխություններ կրելը։ Առաջին համատեղ համերգը Սվետլանա Նավասարդյանի հետ նոր համերգային ծրագրի ճանապարհ է բացում։ Սիմֆոնիկ նվագախումբը պատրաստվում է ժողովրդական արտիստուհու մենակատարմամբ ներկայացնել Բախի դաշնամուրային կոնցերտներից եւս 4-ը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Հայաստանի հունահռոմեական ոճի իմշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է օրերս ավարտված աշխարհի առաջնության արդյունքները։
Ասուլիսին մասնակցել են նաև աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը եւ բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը։ Հիշեցնենք, որ բրոնզե մեդալ էր նվաճել նաև Հրաչյա Պողոսյանը, իսկ թիմային հաշվարկում 60 երկրների թվում մեր հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը։ Ասուլիսին Արմեն Բաբալարյանը խոսել է նաև Արթուր Ալեքսանյանի պարտության եւ սոցիալական ցանցերում դրան հաջորդած գրառումների մասին։ Գլխավոր մարզիչը շատ խիստ է քննադատել բոլոր նրանց, ովքեր բացասական մեկնաբանություններ են գրել օլիմպիական չեմպիոնի եւ աշխարհի քառակի չեմպիոնի հասցեին։ Բռնվածքը ուղղակի սոտ տվեց, կարելի ասել սոտ տվեց, այսինքն դա ասենք երևի 100 տարին մեկ է լինում եւ այս անգամ ոնց որ եղավ Արթուրի հետ, ուղղակի բռնվածքի սեղալու պատճառով փակում հնարքի տակ ընկավ եւ ընդդեղից հնարավոր չեղավ ազատվել։ Իսկ թվում է ինքը դեռ պիտի շարունակի, որովհետեւ այնպես չի էլի ես մի պարտություն ժողովուրդ հավատացեք։ Նորից կրկնում եմ, ոչ մի խնդրեմ չի եղել, ուղղակի սայթակում բռնվածքը ուղղակի թուլացավ, չզգաց երևի այդ պահի ժամանակ ու վերջ, թե չէ տարիքը բանը Ալեքսանդր Կարելինը մինչև 37 տարեկան է մասնակցել, Լոպեսը մինչև 42։ Դա բացարձակ կապ չունի։ Ընդամենը եղել է սայթակում ու բռնվածքը թուլացավ եւ վերջ։ Իսկ ովքեր չգիտեմ, ես նախ սոցցանցերից չեմ օգտվում, չունեմ ոչ մի սոցցանց, չեմ օգտվում, ուղղակի ինձի, ասենք, իմ ընկերները, բարեկամները, հարազատները, հարևանները, չգիտեմ, ասում են, ես իմ բան են գրում Արթուրի անունի տակ, խնդրում եմ բոլորին Արթուրի քննադատել չի կարելի։ Դու ոչ մեկ այդ քննադատողները կամ ոչ մոռանա, որ Արթուրը 15-16 տարի 2009 թվականի գարունից երիտասարդական տարիներից մինչև 16 տարի ստաբիլ մեր երկրին, մեր երկրապահքուներին, մեր բոլոր ազգին պատիվը, անունը, ամեն ինչը բարձր միշտ պահել է երկրի աշխարհի բոլոր մը չի կարելի մարդուն սարքել եսի միջ ու հետո փորձել ինչ-որ քննադատել, կա Արթուրին ոչ մեկ իրավունք չունի քննադատել, ոչ մեկ չի կարող քննադատել։ Նման բաներ խնդրում եմ ժողովրդին ցես չէ։ Խնդրում եմ զերծ մնան նման բաներից չի կարելի։ Արթուրի աշխատած մեդալները եթե գցեն ինչ-որ մեկի վզին կարող է մեկի վիզի կախվի էլ չկարողանա բարձրացնել։ Այնպես որ մենք իրան ասում ենք շնորհակալություն շատ Արթուրին ձեզ այս անգամ չի ստացվել, ինչ ա մարդը։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։